Տիկին Ազարյան, ես ասեցի կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի, այսինքն Օմանի օդանավակայան, կոնկրետ Միացյալ Արաբական Էմիրություններից կառավարությունը հոգում է այդտեղ տեղափոխման ծախսը։ Դժգոհություններ կան այս իմաստով, այս մասին։ Դժգոհություններ միշտ կարող են լինել, նայեք, բայց ես բացատրեմ ձեզ իրավիճակը։ Կառավարությունը մարդկանց տալիս ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար եւ ավտոբուսով հասցնում է Դուբայից, օրինակ, Մասկատ օդանավակայան, որտեղ կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք գները բան են եղել, բայց օրինակ եկեք նաև հասկանանք, մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքով չի, չէ, ճանապարհով չի թռնում ինքնաթիռը, փակ այդ ամբողջ, այսինքն օդանավը Մասկատ Երևան թռիչքի համար այլևս այսպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս։ Այդ նշանակում է կրկնակի երարկի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր եւ այլն։ Օրինակ, եթե հետաքրքիր է մի թռիչքի ինքնարժեքը ինձ ասեցին $170,000 է, եթե դա պայմանական բաժանես, ասենք, չգիտեմ, 200 քաղաքացու վրա արդեն կարաս ֆիքսես, որ ինքնարժեքը մեծ տոկոս է։ Ես իսկապես չեմ իմանում գները։ Ես որպես կառավարության անդամ հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան եւ մի մասն ճանապարհի տեղափոխել են։ Հետո արդեն ներողություն, եկեք նաև արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով, հա։ Կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը առնել, նաև այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաև ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Այսինքն շատ սպეციფიկ է, եթե դուք նկատեցիք, ես քաղաքացի, երկիր համարյա գիտեմ, որտեղ ով որ քաղաքացին դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնա, կացության խնդիր ունի եւ այլն։